Ես չափազանց արդեն անկեղծության սահմանները մի այլ կերպ անցնում եմ, բայց ինձ սա դուր է գալիս ու հուսամ ինչ-որ մեկին օգտակար կլինի։ Ուզում եմ ձեզ պատմեմ, թե ինչն է պատճառը, որ ես վերջին 2 ժամը ինչ եկել եմ տուն, պարկած եմ ուղղակի սենց ահավոր անմարդկային տրամադրությամբ ու զբաղվում եմ ինքնահատելությամբ։ Գիտեք ինչա պատահել։ Իմ սիրտը չիփս է ուզել։ Այս չիփսը։ Պրոստը։ Այսօր սիրտը շատ ուզեց։ Կարող ասեք աղջիկ ջան, ինչ ա եղել, այսինքն ինչ ա կատարվում։ Բայց շատերը ինձ թվում է միանգամից կհասկանան, որովհետև շատերի կյանքում սա ամենօրյա իրականություն է։ Երբ քո սիրտը ուզում է թխվածք, ուզում է չիփս, ուզում է ինչ-որ վնասակար, վախենալու սնունդ, ու դու սկսում ես ինքդ քեզ ատել, որովհետև դու վատն ես, որովհետև դու չունես կամքի ուժ, որովհետև դու բավարար խելացի չես, բավարար գիտակից չես, որպեսզի նորմալ ու ճիշտ սնվես, քո սիրտը չիփս ա ուզե վիծիծիլի։ Այսօր երբ որ ես խանութում էի ու մտածում էի առնեմ այդ չիփսը, թե չէ, մտածեցի, հա, բայց այսօր թխվածք ես առել, ինչ չիփս, ինչի համար։ Թխվածքը արդեն առել ես։ Եկա տուն հասկանում եմ, որ բայց իմ սիրտը չիփս ա ուզում։ Ու ներսս 2 ժամ այդ պայքարն ա գնում։ Մի մաս ասում է դրանից քեզ բան չի լինի, դու ամեն օր չես ուտում, պրոստը այսօր սիրտդ ուզել է, իսկ մյուս կողմն ասում է, հա, այսօր սիրտը չիփս ա ուզում, աղնել ուրիշ բան կուզիս, այս չի լինի, պետք է մի հատ քեզ բուրդ հավաքես։ Ու գիտեք ինչ։ Ես մի այլ կերպ, դուք չեք կարող պատկերացնել ինչ աստիճանի գրագետ եմ ես այս հարցում։ Ինչը վերաբերվում է սննդին, սննդի հետ հոգեբանական հարաբերություններին, շատ լավ տեղեկացված եմ, շատ լավ, բայց ինչքան ուզում ես տեղեկացված եղի, ինչպես ասվում է ամեն հարթուկից, սենց այդ չխնդրված այդ խորհուրդները, կարծիքները անընդհատ լցվում է ներսդ։ Մտնում ես սոցցանցեր, բոլորը քեզ սովորացնում են ոչ սնվես, ոչ չսնվես, ինչ ուտես, ինչ չուտես, ու բոլորը քեզ հազար ձևով մեղադրում են ինչ որ կոնկրետ բան ուտելու համար։ Դուրս ես գալիս սոցցանցերից, չգիտեմ, գնում ես գոլեգաների հետ շփվում, հաստատ մեկը կգտնվի, որ կասի, վայ, այդ ինչ ես ուտում, էդի վնաս է։ Գնում ես հարազատների մոտ ես շփվում, հաստատ մեկը կգտնվի, որ կասի, վայ, բայց դու ախր ուզում ես նիհար ես, էդի խես ուտում։ Միշտ ամեն օր, ամեն անկյունից դու կլսես 1000 մի կարծիք, որի մասին դու չես խնդրել։ Ու ինչքան էլ կրթված լինես, ինչքան էլ պատրաստված լինես, այդ ամեն ինչը կատկթում է ենթագիտակցականիդ վրա։ Ես շատ լավ գիտեմ ինչ անեմ, որ սրա դեմ պայքարեմ, բայց դե ժամանակ է պահանջում։ Ինչքան ուզում ես պատրաստված եղի, մեկը ինֆորմացիան չափազանց շատ է, որպեսզի քո վրա չազդի։ Իսկ ես գնամ չիփս ուտեմ։